Բարևձեզ Ֆակտոր TV-ի հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն է, ողջույն, պարոն Գրիգորյան։ Մենք հիշում ենք, որ ապաշրջափակման թեմայով եղել են բազմաթիվ մտահոգություններ Հայաստանյան Հանրությունում, որ կլինի ըստ Ադրբեջանի պահանջի տրամաբանության Հայաստանի իրավազորությունից դուրս ճանապարհ չենք ունենա վերահսկողություն, ադրբեջանցիներ կերթևեկեն ինչպես Ադրբեջանում, ես ցիտում եմ ադրբեջանական տարբեր պաշտոնյաների, արդյոք Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համատեղ հայտարարություն, որտեղ որոշակի կոնֆիգուրացիա է նկարագրվում Թրամփի ուղու կառուցման եւ նաեւ ապաշրջափակման սկզբունքների, այս հարցերին պատասխան տալիս։ Կարծում եմ ինչ-որ չափով է պատասխանում, բավականին կարևոր հստակեցումներ կան այս փաստաթղթի մեջ, մասնավորապես Հայաստանի իրավասության ինքնիշխանության շեշտումը բազմաթիվ վայրերում, այն նշումը, որ Հայաստանի մաքսային ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև սահմանային ծառայության աշխատակիցները պետք է գտնվեն, օրինակ այդ հատվածում ֆիզիկական ներկայություն ունենան, այն շեշտադրումը, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պետք է կարողանան գտնվել այդ հաղորդակցության բոլոր հատվածներում, սրանք ֆրոնտ օֆիսում։ Այո, կարծում եմ սրանք կարևոր ճշգրտումներ են։ Եվ կներեք զննման իրավունք էլ ունեն։ Ունեն, այո, ռիսկերի վրա հիմնված, այսինքն բոլոր անխտիր բոլոր բեռները չեն զնվելու, միայն ռիսկերի գնահատման արդյունքով է զնվելու։ Այս front office, back office մեխանիզմը կարծում եմ բավականին հաջող դիվանագիտական լուծում է Ադրբեջանի մի կողմից բավարարել Ադրբեջանի այն պահանջը, որ ադրբեջանական ուղևորներն ու բեռները անմիջապես չեն առնչվելու հայ սահմանապահների հետ, մյուս կողմից պահպանելով Հայաստանի այն դիրքորոշումը, որ Հայաստանը պետք է պահպանի իր լիազորություններն ու իրավունքները, բայց այս հարցի հետ կապված իհարկե դեռևս որոշ հարցեր գոյություն ունեն եւ որոշ հնարավոր մարտահրավերներ, առաջին այն է, որ սա իհարկե առաջին հերթին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների պատկերացումն է այդ գործընթացի վերաբերյալ։ Մենք դեռևս չգիտենք, թե հետագա բանակցությունների ընթացքում Ադրբեջանը ինչպիսի դիրքորոշում է ունենալու այս հարցերի հետ կապված։ Ես արդեն ադրբեջանական պրոիշխանական մեդիայում եւ փորձագիտական դաշտում, օրինակ նույն մաքսային եւ սահմանային ստուգման գործընթացում Հայաստանի մարմինների ներգրավվածության վերաբերյալ որոշակի մտահոգություններ լսում եմ։ Երկրորդ խնդիրը եւ ամենակարևոր խնդիրը այս փաստաթղթի հետ կապված իհարկե այն է, որ փոխադարձության սկզբունք որպես այդպիսի գոյություն չի ունենալու ամենայն հավանականությամբ։ Սարգիս Խանդանյանը այստեղ էր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ասում էր, դա ոնց որ Ադրբեջանի հետ արդեն պետք է հայկական կողմը քննարկի։ Ես կարծում եմ գրեթե չկա այդպիսի տարբերակ, որի դեպքում Ադրբեջանը կհամաձայնի նույն մեխանիզմը ներդնել իր տարածքում, այսինքն ավելի պարզեցված ստուգում իրականացվի, երբ խոսում ենք ստուգման մասին, խնդիրը ոչ միայն այդ front office back office մեխանիզմն, այլ ընդհանուր առմամբ ստուգումը բավականին հեշտացված, բարձրացված ռեժիմով է լինելու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, բայց հատկապես այդ մեխանիզմը, որի մասին խոսեցինք, գրեթե բացառվում է, որ Ադրբեջանը կգնա այդպիսի լուծումների, եւ այստեղ խնդիրը ոչ միայն այն է, որ սիմվոլիկ առումով անհավասարություն է ստեղծում կողմերի միջև, այլ այս իրավիճակը կարող է շատ գործնական խնդիրներ ստեղծել արդեն հայաստանցիների համար։ Եթե ադրբեջանցիները կարողանալու են բավականին պարզեցված ռեժիմով ինչ որ չափով շատ փոքր խոչընդոտներով անցնել Հայաստանի տարածքով, իհարկե հայաստանցի ուղևորների, բեռների համար այդ գործընթացը ավելի բարդ է լինելու։ Եկեք հաշվի առնենք, որ այնուամենայնիվ գործ ունենք տասնամյակներ շարունակված հակամարտության հետ եւ բազմաթիվ դեռևս հոգեբանական խնդիրներ, վախեր գոյություն ունեն եւ այդ պարագայում երևի Հայաստանից Ադրբեջանի տարածքով երթևեկող մարդիկ ավելի երկար են մտածելու այդ որոշումը կայացնելուց առաջ, քան նույն ադրբեջանցիները։ Բայց օրինակ Հայաստանի տարածք մտնելիս այստեղ չկար, որ բեռների եւ մեքենաների ուղեկցում կլինի, նման բաներ քննարկվում են նախկինում, այսինքն այդ անվտանգությունը ապահովելու ֆիզիկական, հա, ստացվում է որոշակի այդպես վատ չի, եթե այդպիսի Դե տեսեք, այդ մասին կետ չկա, բայց կա ակնարկ, ինչու ոչ, նաեւ կետ այն մասին, որ TRIP ընկերությունը հնարավորություն է ունենալու ստեղծել անվտանգության եւ ապահովության ընկերություններ, որոնց գործառույթը ամենայն հավանականությամբ հենց դա է լինելու, ապահովել ադրբեջանական եւ այլ բեռների ու ուղևորների անվտանգությունը։ Կրկին այսպիսի պայմաններ հայկական բեռների համար Ադրբեջանի տարածքում գոյություն չեն ունենալու եւ սա է
հիմնական խնդիրը։ Այստեղ երկրորդ մտահոգությունը իհարկե այն է, որ ինչպես արդեն նշեցի, վերջնական փուլում, երբ արդեն ոչ թե Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև լինեն քննարկումները, այլ արդեն Երևանի եւ Բաքվի միջև, Ադրբեջանը կարող է որոշակի այլ պահանջներ առաջ քաշել, օրինակ հիշում ենք, որ վերջին տարիներին Ադրբեջանի նախագահը խոսում էր այն մասին, որ մայրցամաքային Ադրբեջանից Նախճեվան ընթացող բեռների եւ ուղևորների դեպքում չպետք է լինի ընդհանրապես սահմանային եւ մաքսային ստուգում, նա նշում էր, որ այդպիսի ստուգումներ կարող են լինել այլ բեռների համար, որոնք գալիս են օրինակ կենտրոնական Ասիայից։ Այս փուլում ես վստահաբար չեմ կարող պնդել, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ պահանջից եւ սա պետք է դիտարկել որպես պոտենցիալ ռիսկ ու պոտենցիալ մարտահրավեր այս գործընթացում։ Բայց եթե ռիսկերի վրա հիմնված ստուգումներ են իրականացվելու, այսինքն մեր գերխնդիրը պարտադիր այսպես զննելն է, թե Չէ, ասած այն է, որ հիմա խոսում ենք հայ-ամերիկյան հայտարարության մասին։ Նույնիսկ սա դժվար է ինչ որ ճանապարհային քարտեզ անվանել թրիփի իրականացում։ Դեռևս քննարկումներ լինելու են, այդ քննարկումների մեջ ներգրավելու է նաև Ադրբեջանը եւ հետագայի համար կարևոր է լինելու հասկանալ Ադրբեջանի դիրքորոշումները այս մի շարք կարևոր հարցերում, այդ թվում նաև հայկական կողմի գործառույթների վերաբերյալ, օրինակ մաքսային եւ սահմանային ստուգման ընթացքում։ Որպես հայ-ամերիկյան փաստաթուղթ, կարծում եմ մի շարք մտահոգություններ փարատում է այս հայտարարությունը, բայց կարևոր այն է, որպեսզի այս կարևոր արձանագրումները ընդունվեն նաև Ադրբեջանի կողմից հետագայում։ Նախորդ շաբաթների ընթացքում հայ ադրբեջանցի եւ ամերիկացի պաշտոնյաներ, այդ թվում դեսպանները մակարդակում քննարկումներ են եղել, ենթադրել, որ ամեն դեպքում որոշակի փորձ արվել է Ադրբեջանի ըմբռնումը ստանալ, իհարկե նրանց ստորագրությունը չկա, բայց ակնհայտ է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները չի բերի այստեղ միլիոնավոր դոլարներ ներդնի, ունենալով ուղերձ Ադրբեջանից, որ մենք այդ կարգավորումների հետ համաձայն չենք օգտվելու, այսինքն միգուցե հնարավոր է Ադրբեջանի համաձայնություն փորձեն կամ ըմբռնումը փորձել են ստանալ մինչև կառուցումը ներդրումներ անել։ Դե այն, որ քննարկումներ տեղի ունենան, դա մենք տեսնում ենք, արդյոք ամեն ինչ համաձայնեցված է Ադրբեջանի հետ, չեմ կարող ասել, մենք տեսանք, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանություն տարածեց այս հայտարարության վերաբերյալ, որը ընդհանուր առմամբ ողջունում էր դրա ստորագրումը եւ կամ հրապարակումը եւ տեսնում էր այդ հայտարարությունը որպես առաջին քայլ հենց TTIP-ի գործարկման համար, բայց մյուս կողմից էլ այդ մեկնաբանության երկրորդ մասում կար շեշտադրում հենց անխոչնդոտ անցման վրա, թե ինչ Ադրբեջանը նկատի ունենում անխոչնդոտ անցում ասելով, կրկնում եմ, որ ապագան ցույց կտա։ Շատ լավ, եթե հարցի քաղաքական մասին անդրադառնանք, Ադրբեջանից ռազմական սպառնալիքների իհարկե կեղծ, բայց առիթներից մեկը կարող էր հանդիսանալ կոմունիկացիաների չբացումը եւ բավականին հիմնավորված սա ռիսկ էր, հաշվի առնելով Ալիևը մի քանի անգամ բաց սպառնացել է եւ այլն։ Արդյոք այդ ռիսկը հիմա փարատված համարենք։ Այդ ռիսկը նվազել է զգալիորեն եւ կարծում եմ այս ողջ գործընթացը հենց այդ համատեքստում պետք է դիտարկել, այսինքն մենք Հայաստանում տեսնում ենք ծայրահեղ մոտեցումներ այս գործընթացի, մի կողմը ներկայացնում է սա որպես լուրջ ձեռքբերում, ինչ որ մեծ առաջընթաց Հայաստանի համար, ես օրերս հնարավորություն եմ ունեցել նշել, որ իհարկե որևէ թրիփ, որևէ հատուկ ռեժիմ սահմանային եւ մաքսային չէր կարող լինել, եթե չլիներ Ադրբեջանի այս պահանջը։ Բայց մյուս կողմից իհարկե պետք է հաշվի առնել, թե որոնք էին այլընտրանքները այս ամերիկյան տարբերակի։ Այլընտրանքը հենց էսկալացիայի նոր հնարավորություններ եւ 2023-ի դեպքերից հետո Արցախի էթնիկ զտումից հետո հենց խորհրդակցության հարցներ դարձել ամենախնդրահարույց հարցը կողմերի միջև հարաբերություններում եւ էսկալացիայի հնարավոր աղբյուրը։ Մինչև վերջերս մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնիսկ ուղիղ տեքստով սպառնում էր ուժով վերցնել այդ հաղորդակցությունը։ Արդյոք Հայաստանը պատրաստ էր դիմադրել Ադրբեջանի այդ ճնշումներին, հատկապես նաև հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը բավականին արագ կառուցում էր այդ հաղորդակցության իր հատվածը եւ նաեւ եթե հաշվի առնենք, որ Թուրքիան եւս սկսել է կառուցել Կարս-Նախճեվան երկաթգիծը, այսինքն արդյոք Հայաստանը ի վիճակի է դիմադրել այս բազմակողմային ճնշումները, ես չեմ կարծում, որ պատրաստ է։ Այլընտրանքների մասին խոսելիս պետք է հաշվի առնել, թե նաև ինչ էր առաջարկում դրանից առաջ։ Իհարկե մենք ամբողջական պատկեր չունենք, միայն
որոշ հայտարարություններ կան իշխանական կողմից, որոշ հայտարարություններ ռուսական կողմից, բայց ակնհայտ է, որ ռուսական տարբերակը ենթադրում էր առնվազն ռուսական անվտանգային ներկայություն եւ պետական մարմինների անվտանգային ներկայություն այդ հաղորդակցության վրա, ինչը եւս Արցախի կորստից հետո իհարկե որևէ լուրջ տրամաբանություն չունի իր մեջ։ Այդ առումով հենց թրիփը պետք է դիտարկել որպես հնարավոր էսկալացիան, հնարավոր անկայունությունը զսպելու միջոց եւ արկա տարբերակների, որոնք իդեալական տարբերակներ չեն, միջև ընտրություն։ Շատ լավ, տեսեք, Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Զատուլինը ասել է, որ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստան ներքաշել այս աշխատանքի մեջ, նկատի ունի երկաթուղին վերակառուցելու Փաշինյանի առաջարկը Պուտինին, որ հետո կարողանա ամենուրեք պնդել, որ Ռուսաստանը մասնակցում է դրան։ Սա մոտավորապես նույնն է, ինչ տեղի ունեցավ խաղաղապահների հետ, որը սկզբում հրավիրվեց Ղարաբաղ, բայց հետո նրանց ներկայությունը գործնականում անտեսվեց։ Մենք պարզապես պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով, խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ դաշինքի բարեկամության վրա, նրա առաջարկները պետք է վերլուծվեն, համոզվելու, որ թաքնված օրակարգ չկա։ Ինչպես է գնահատում այս հայտարարությունը։ Դե երկաթ գծի վերանորոգման հետ կապված դա հստակ ռուսական պարտավորություն է, այսինքն երբ այդ կոնցեսիոն պայմանագիրը ժամանակին ստորագրվում էր, հենց պայմաններից մեկը այն էր, որ ռուսական կողմը ներդրումներ է կատարելու, արդիականացնելու է այդ համակարգը։ Ինչ որ թաքնված բան է փնտրում։ Դե դա ռուսական քաղաքական մշակույթի մասն է, դա պաշտությունը, պարզ է, որ Հայաստան Ռուսաստանի շահերով կամ Փաշինյան Ռուսաստանի շահերով առաջ չի շարժում եւ տարօրինակ կլներ, եթե Հայաստանի ղեկավարը ինչ որ այլ պետությունների շահերով առաջ շարժվել։ Պարզ է նաև, որ Հայաստանի իշխանությունները դժվար թե Ռուսաստանի ներգրավվածություն ուղղակիորեն տեսնում են թրիփ նախագծի մեջ, բայց տեսանք օրերս արտգործնախարարի հայտարարությունը, Ռուսաստանը կարող է դառնալ թրիփի շարունակություն, այսինքն այդ թրիփի հատվածը կարող է կապվել ռուսական վերահսկողության տակ գտնվող այլ երկաթգծերի հետ։ Այս փուլում կարծում եմ կարևոր հանգամանք է նաև, որ ինքնին ռուսական երկաթգծերը գտնվում են ճգնաժամի մեջ, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, այսինքն բավականին բարդ վիճակում են գտնվում, բայց ընդհանուր առմամբ իհարկե Հայաստանի համար կարևոր է սեփական տարածքում գոյություն ունեցող բոլոր ենթակառուցվածքները արագ տեմպերով վերականգնել, որպեսզի հենց այս հարավային հաղորդակցության բացումը կանգ չառնի այդ կետում։ Իսկ Ռուսաստանը ինչու պետք է վերականգնի երկաթուղիներ, որից խոստովանենք Հայաստանն է շահելու, Ռուսաստանը չգիտեմ ոնց է շահելու։ Ոչ միայն Հայաստանն է, այսինքն եթե այս պահի դրությամբ երկաթգծի այդ հատվածը գտնվում է ռուսական վերահսկողության ներքո, այսինքն այդ երկաթգծից գործարկման կամ ակտիվացման շահույթը նաև ռուսական կողմին է գնալու։ Սա նաև Ռուսաստանին հնարավորություն կտա դուրս չմնալ այս գործընթացներից։ Մենք տեսանք, որ Վաշինգտոնից հետո օրինակ ռուսական կողմը ակտիվորեն օգտագործում է այս պահը Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ փոխադրելու համար եւ Ռուսաստանի համար այս փուլում կարծում եմ հենց այդ տարբերակն է իրատեսական ներգրաված մնալ այս գործընթացների մեջ։ Փաշինյանը վաղ ասում էր, որ Ռուսաստանն էլ առաջարկել են գրեթե նույն բանը, ինչ որ ԱՄՆ-ի հետ են անում, բայց նրանք հրաժարվել են։ Ինչպես հասկանալ այդ ձեռագիրը, այսինքն մաքսիմալիզմ ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում, բայց ասենք դուրս մնալ հետո Ես կարծում եմ մեզ համար բավականին դժվար է գնահատել մինչ այդ տեղի ունեցած բանակցությունները, հատկապես այս թեմայով, որովհետև ինչպես արդեն նշեցի, իշխանական կողմից մի շարք թեզեր են նետվում դաշտ, հիշում ենք տարիներ առաջ 2-3 տարի առաջ փորձագետների հետ հանդիպում եղավ, որտեղ տեղեկացրին մարդկանց, որ Ռուսաստանը պատրաստում է ցանկապատ կառուցել եւ այլն։ Դիմում են գրել կառավարությունը, այո, բայց սա իշխանության կողմից եկող պնդումն է։ Մենք որևէ փաստաթուղթ, որևէ քննարկման թեկուզ թեզեր հրապարակայինորեն չենք տեսել եւ այս դեպքում, չգիտեմ ինչքան արդյունավետ զբաղմունք է գնահատել, թե կողմերից որ մեկն է իրականությանը մոտ պնդումներ կատարում։ Շատ լավ, Սոլովյովի հայտարարությունը, չգիտեմ ոնց կգնահատեք, սպառնալիք թե հորդոր, թե կոչ, թե զգուշացում եւ այլն, ըստ էության ռազմական ագրեսիա իրականացնել Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող այն տարածաշրջանների նկատմամբ, որոնք փախչում են ռուսական ազդեցությունից։ Սա համընկավ Սոլովյովի այդ հայտարարությունը թրիփի հայ-ամերիկյան համատեղ հայտարարության
ժամանակաշրջանի հետ, ինչ որ սրանք փոխկապակցվածություն ունեն, թե չէ, ամեն դեպքում մտահոգ էր, որ Հայաստանը ինչ որ փախչում է, այսպեսի։ Տեսեք, ես կարծում եմ Սալավիովի հայտարարությունը բավականին ուռճացվեց Հայաստանում։ Ես կարծում եմ այդ հայտարարությունը ավելի շատ արձագանք էր Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձություններին, երբ Ռուսաստանը մեծ հաշվով հերթական դաշնակցի նկատմամբ պարտավորություններ չկատարեց եւ սա ավելի շատ քարոզչական հնարք էր ցույց տալու համար, որ դե տեսեք Վենեսուելան մեզ համար կարևոր երկիր չի, մեզ համար կարևորը հենց մեր այսպես կոչված ազդեցության գոտին է։ Չեմ կարծում, թե Ռուսաստանը տվյալ փուլում նպատակ ունի հատուկ ինչ-որ գործողություններ իրականացնել կենտրոնական Ասիայի հարավային Կովկասում եւ դա առաջին հերթին պայմանավորված է ռուսական շահով։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո այս տարածաշրջանների ու այս երկրների տնտեսական նշանակությունը Ռուսաստանի համար զգալիորեն մեծացան։ Մենք կարող ենք համեմատել Հայաստանի եւ Ռուսաստանի առևտրաշրջանառությունը մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը եւ դրանից հետո մենք կտեսնենք կրկնակի ինչ որ տարիների նաեւ եռակի աճ։ Հայաստանը ակտիվ ներգրավվածություն ունի ռուսական առևտրի դիվերսիֆիկացիայի գործընթացում եւ շատ հաճախ նաեւ բավականին ստվերային գործընթացներում, այսինքն Ռուսաստանի պարագայում առաջին հերթին տնտեսական տեսանկյունից Հայաստանի ներկայիս իշխանությունները որևէ խնդիրներ չեն ստեղծում, մյուս կողմից նույնիսկ աջակցում են։ Իսկ տրիպի շուրջ ռուսական պատկերացումները, եթե նկատել եք, բավականին զուսպ են եղել, մենք կոշտ պաշտոնական արձագանք չենք տեսել, կարող ենք քննարկել ինչու է դա տեղի ունենում, բայց այնուամենայնիվ նույնիսկ եթե համեմատում ենք նրանց արձագանքին եվրոպական դիտորդական առաքելության տեղակայմանը, այն ժամանակ շատ ավելի կոշտ էր, խոսում էր լրտեսության մասին, խոսում էր բախումների եւ այլ։ Շատ լավ։ Իսկ Իրանի դեսպանի հայտարարությունը եւ Փաշինյանի արձագանքը ինչի մասն էր, ասում է Թեհրանում պատկերացում է ձևավորումը, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար մի կենտրոն, Փաշինյանը ասում էր մենք բազմիցս ասել ենք Իրանին, որ անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկվելու եւ նույնը ձեզնից ենք ակնկալում։ Սա այդպես կյանքից բխած մտահոգություն է Իրանի համար, թե Կարծում եմ տվյալ հայտարարությունը պայմանավորված էր առաջին հերթին դեսպանատան արչև տեղի ունեցած ցույցերով եւ այդ տեսանկյունից եթե նայում ենք իրավիճակին, կարծում եմ անընդունելի հայտարարություն է Իրանի դեսպանի կողմից, այսինքն խոսքը գնում է մեծ հաշվով սուվերեն երկրի ներքին գործերի միջամտության մասին։ Հայաստանը առնվազն ֆորմալ առումով ժողովրդավարական երկիր է եւ հավաքների ազատությունը արձանագրված է Հայաստանի Սահմանադրության եւ Փաշինյանի կեցավայրն է շրջափակում։ Այո, ոչ միայն Փաշինյանի, խոսում ենք Ռուսաստանի մասին, վերջի 4 տարիների ընթացքում Ռուսաստանի դեսպանատան դիմաց անընդհատ ինչ որ ցույցեր են տեղի ունենում։ Եվ այդ առումով ուսա արձանագրենք, որ առաջի դեպք չէ, երբ Իրանի տարբեր դեսպաններ անընդունելի խոսույթ են օգտագործում ներհայաստանյան գործընթացներում։ Ես հիշեցնեմ, որ Իսրայելի հետ այդ բախման օրերին դրանից հետո տեղի էր ունեցել Իրանի դեսպանի ասուլիսը, որի ընթացքում նա մեծ հաշվով ստիպել է Ազատություն ռադիոկայանի լրագրողին լքել դահլիճը, հրաժարվելով նրանց մեկնաբանություն տալ։ Ինչ թե նկարահանել են Իրանից դուրս եկող մարդկանց։ Այո, եւ սա իհարկե դիվանագետներին հարիր պահվածք չէ։ Այստեղ մեկ այլ ավելի հետաքրքիր երևույթի հետ էլ գործ ունենք, քաղաքական համակարգերի տարբերությունը եւ դավադրապաշտության վրա հիմնված շատ հաճախ դատողությունները։ Չէ, այստեղ որևէ դավադրապաշտություն չկա, այստեղ խնդիրը քաղաքական համակարգերի տարբերությունն է եւ մենք այս խնդիրը ունենք ոչ միայն Իրանի հետ, այլ նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի, միգուցե ինչ-որ փուլում նաեւ Թուրքիայի, վերջին շրջանում նաեւ Վրաստանի հետ, երբ այդ երկրներում կա քաղաքական համակարգ, որի պարագայում երկրի առաջնորդը իշխող էլիտան կարող է պարտադրել տարբեր գործողություններ կամ խոչընդոտել որոշ գործողություններ եւ նրանց մտածողությունը այնպեսին է, որ եթե մենք կարողանում ենք դա անել, ուրեմն հարևան երկրներում էլ կարող են դա անել։ Օրինակ Ռուսաստանը շատ հաճախ թշնամաբար է ընկալում Հայաստանում տեղի ունեցող մի շարք գործընթացներ, երբ օրինակ ինչ որ պրոարմենիան ուժեր ցույցեր են կազմակերպում դեսպանատան արչև, հիշում եմ նույնիսկ երբ Կապանում Շանթ Հարությունյանի կուսակցության անդամ ընտրվեց քաղաքապետ, սա եւս ընդունվեց որպես հակառուսական քայլ, չհասկանալով, որ տեղական ընտրությունների վրա ազդեցությունը բավականին սահմանափակ է։ Ադրբեջանի հետ այս իրավիճակը կար, երբ օրինակ Բաքուն ակնկալում էր Երևանից Լաչինի Միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցումը
Եվ քանի որ Հայաստանում այդ գործընթացը տեղի են անում բազմաթիվ բարդ ընթացակարգերի միջոցով, այսինքն տենդերներ են հայտարարվում եւ այլն, եւ այդ գործընթացը ավելի դանդաղ է ընթանում, քան նույն Ադրբեջանի տարածքում, Բաքվում մտածում են, թե Երևանը գիտակցաբար ձգձգում է այս գործընթացը, այն պարագայում, որ խնդիրը պարզապես քաղաքական համակարգերի միջև տարբերություններ են, բայց վերադառնալով Իրանի հետ հարաբերությունների թեմային, Իսրայելի հետ այդ պատերազմի ընթացքում Հայաստանը ուղիղ տեքստով ընդունելով նաև ռեպուտացիոն ռիսկերը միանշանակորեն աջակցեց Իրանին եւ դա տապարտեց ամենառիսկային եւ վտանգավոր բան իրականում։ Եվ եթե խոսում ենք փոխհարաբերությունների մասին, այս հարցերը պետք է հաշվի առնեն։ Հիշեցնեմ, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Թեհրանը առաջին դերակատարներից էր, որ շնորհավորեց Բաքվին հաղթանակի կապակցությամբ Եվ այդ առումով կարծում եմ պարզապես պետք չէ զգուշավոր լինել եւ պետք է կոչ անել օտարերկրյա դիվանագետներին զերծ մնալ Հայաստանի ներքին գործընթացների վրա ազդեցության փորձեր լինեն դրանք իրանցիներ, ադրբեջանցիներ, թուրքեր, թե ռուսներ։ Թեև իհարկե թրիփի հետ կապված մտահոգ ենք, բայց վստահում ենք Հայաստանի իշխանությունների հավաստիացումն է մի քիչ ավելի զգուշավոր է։ Այդ թրիփի հետ կապված ավելի բարդ պատկեր է այդ երկրի ներսում, մենք տեսնում ենք, որ քաղաքական թևը, ինչպես նաև արտգործնախարարությունը կարծես թե ավելի կառուցողական է տրամադրված եւ հայտարարություններում առավելագույնը կարող են ինչ-որ մտահոգություններ հայտնել, բայց հոգեոր առաջնորդի թիմը, ինչպես նաև անվտանգության հետ առնչվող մարմինները ավելի կտրուկ հայտարարություններով են հանդես գալիս, սա նաև ընդհանուր առմամբ երևի աշխարհընկալման խնդիր է Իրանի ներսում եւ կարծում եմ հենց այս օրերին երբ ներքաղաքական անկայունություն կա, նաև այս տարբեր մոտեցումների եւ ուժային կենտրոնների միջև ներքին պայքար գոյություն ունի։ Իսկ Իրանի ներքաղաքական այս զարգացումները թրիփի իրագործելիության վրա ազդեցություն կունենան, թե այնպես աննշան բան են։ Տեսեք, ընդհանուր առմամբ իհարկե Հայաստանի շահերից չի բխում, որպեսզի Իրանում անկայունություն լինի, չթվարկենք բոլոր հնարավոր ռիսկերն ու պատճառները եւ այստեղ թրիփը դրա միայն մի կոմպոնենտն է։ Եթե Իրանում ապակայունացում լինի, եթե Իրանում դիսինտեգրացիա լինի պետական, դա կարող է կործանարար ազդեցություն ունենալ ողջ Հարավային Կովկասի համար։ Այդ առումով կարծում եմ հենց պետք չէ այս իրավիճակը միայն թրիփի կամ հաղորդակցությունների բացման տեսանկյունից նայել, այլ ընդհանուր առմամբ կայունության տեսանկյունից տարածաշրջանում։ Ռուսական ՌԲԿ-ն իր աղբյուրներին հղում անելով հայտնում էր, որ Ռուսաստանի աշխատակազմի նախագահի աշխատակազմը դրամաշնոր է հատկացնելու արտերկրում ռուսական փափուկ ուժի ընդլայնումը ֆինանսավորելու նպատակով $165 միլիոն եւ կենտրոնանալու են Հայաստանի վրա, որը ինչպես գիտենք 26-ին անցկացնելու խորհրդարանական ընտրություններ եւ իհարկե շատերը հիշեցին Կիրիենկոին, որը Հայաստանի ուղղությունն է համակարգում Պուտինի աշխատակազմում եւ Վեդմստի հաղորդումն են հիշում, որ հանձնարարական կունենա 26 թվականի ընտրություններից առաջ փափուկ ուժով առաջ մղել ռուսական շահերը Հայաստանում։ Ինչ սպասել է սմազ։ Դե ակնհայտ է, որ Ռուսաստանը ընտրություններից առաջ ակտիվանալու է, Կիրիենկոն զբաղվում է ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր հետխորհրդային Ռուսաստանի տեսանկյունից խնդրահարույց երկրներում, դրա վերջի օրինակը Մոլդովան է, որտեղ նրանք պարտություն կրեցին, բայց ընդհանուր առմամբ Ռուսաստանի մոտ այդքան էլ լավ չի ստացվում այդ այսպես կոչված փափուկ ուժի գործիքների կիրառումը։ Ռուսաստանի պարագայում փափուկ ուժը միշտ անգլերեն ասում են sharp power, սուր ուժի է վերածում, այսինքն գործիքայնացում է տարբեր հստակ քաղաքական նպատակների համար։ Ես օրինակ չեմ պատկերացնում, թե այդ գրանտերը Հայաստանում ով պիտի վերցնի եւ ով պիտի բացահայտված ռուսական տեսանկյունը առաջ քաշի, ենթադրում եմ այն մարդիկ, ովքեր հիմա էլ են զբաղվում պրոռուսական քարոզությամբ, այսինքն մեծ հաշվով այդ շրջանակը դժվար թե ընդլայնվի։ Այդ առումով այս հարցում ես սկեպտիկ մոտեցում ունեմ, որ շատ հաջողված կլինի այս գործողությունը, բայց այն որ Ռուսաստանը արդեն իսկ տարբեր ապատեգատվական արշավներով կեղծ տեղեկությունների տարածմամբ փորձում է միջամտել ներքաղաքական գործընթացներին, ակնհայտ է դրանց ազդեցության աստիճանն է պետք հասկանալ։ Շատ լավ, իսկ նարատիվների լեգիտիմության առումով հիմա հայ հանրությանը ասել, որ դուք կլինեք օրինակ, էլի ռուսական աշխարհի մաս, մենք կպահպանենք ձեր ավանդական արժեքները, ենթադրենք ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ մի շփվեք, քանի որ նրանք ձեր
ընտանիք են ներխուժում եւ չգիտեմ ինչ են անում եւ այլ սրանք են նարատիվներն են, որ ավանդաբար ռուսական ռոպագանդան հնչեցնում է այն երկրներում, որոնց փորձում է հետ բայել արևմուտքի հետ գործընկերություն։ Դե տեսեք, միգուցե հասարակության ինչ-որ սեգմենտի վրա դա կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ, բայց ենթադրում եմ, որ այդ սեգմենտը հիմա էլ է հակված այդ նարատիվներին հավատալ։ Ռուսաստանի ամենակարևոր խնդիրը ոչ թե Միացյալ Նահանգներն են, Եվրոպան են կամ այդ գաղափարական ինչ-որ մոտեցումներն են հայաստանյան հասարակության, այլ գլխավոր խնդիրը այն է, որ Ռուսաստանը վերջին տարիներին չկատարելով իր պարտականությունները, պարտավորությունները Հայաստանի նկատմամբ եւ Լեռնային Ղարաբաղում մեծ հաշվով կորցրել է հանրային աջակցությունը Հայաստանում։ Ռուսաստանի գլխավոր կորուստը Հայաստանում այն չէ, որ օրինակ թրիփը հիմա ամերիկացիներն են գործարկելու, կամ այն չէ, որ Հայաստանում տեղակայված են եվրոպական դիտորդական առաքելության դիտորդները, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի դիտորդները։ Գլխավոր խնդիրը հենց այդ հանրային կարծիքի կորուստն է։ Այդ թվերը բոլորին հայտնի են, մինչև 2020 թվականը 80%-ից ավելին 80%-ից ավելին բնակչության Ռուսաստանին գլխավոր ընկեր էր համարում, հիմա այդ թիվը առավելագույնը լավագույն դեպքում իրենց համար 30%-ի մոտ է եւ դժվար է սրան ինչ որ հակափաստարկներ բերել, որովհետեւ մեծ հաշվով ռազմավարական տեսանկյունից Հայաստանի ու Ռուսաստանը պետք էր հենց առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության պահպանման համար, եթե դա բաց ասվում էր հայկական կողմից։ Այո, եթե խոսում ենք հատկապես 2020 թվականի իրադարձություններից հետո։ Ես ժամանակին մի բանավեճի էի մասնակցում ռուս փորձագետներից մեկի հետ, բայց ոչ միայն ռուս փորձագետներից, կային նաև Եվրոպայից փորձագետներ, եւ այդ բանավեճը կապված էր Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման հետ։ Այն ժամանակ ռուսաստանցի պրոիշխանական փորձագետների ոճով այդ մարդը փորձում էր այդքան էլ մեծ նշանակություն չտալ այդ իրադարձությանը, բայց այն ժամանակ ես ուղիղ տեքստով ասել եմ ու դրա տեսագրություններ կա, որ եթե չկա հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը, ապա ինչի համար է ընդհանրապես Ռուսաստանը պետք Հայաստանին։ Իհարկե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն խզվելու, տնտեսական հարաբերությունները զարգանալու են, բայց ռազմաքաղաքական տեսանկյունից ակնհայտ է, որ հիմա Ռուսաստանի դերը այդ գործոնով պայմանավորված, որ նրանք չեն կարողացել ապահովել հայկական Լեռնային Ղարաբաղի գոյությունը նվազել է եւ դժվար թե հանրության մեջ կա շատ լուրջ սեգմենտ, որ կարող է թեկուզ քարոզչության ներքո այս բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցել վերջի տարիների ընթացքում, անտեսել եւ քարոզչության արդյունքում դառնալ օրինակ պրոռուսական։ Դե այդ գլխավոր թեզերից մեկը այն էր, որ եթե Ռուսաստանը չլինի, Թուրքիան կգրավի Հայաստանը, փակ սահման եւ այլն եւ հայ-թուրքական սահմանը դիտարկվել է նաև ինչ-որ իմաստով ՀԱՊԿ ՆԱՏՕ կամ Ռուսաստան-Թուրքիա սահմանը շատերի մոտ էլի։ Հիմա եթե իհարկե բացվի այդ սահմանը, կան այսպես պոզիտիվ սպասումներ, որ փետրվարի սկզբին ինչ-որ մի բան տեղի կունենա երրորդ երկրների կամ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար եւ Ադրբեջանի հետ ինչ-որ ոչ պատերազմական ստատուս քվո ձևավորվի առնվազն մի 3 տարի, ոնց որ ավելի քիչ ցանկություն կլինի Ռուսաստանին տեսնել մեր կյանքում, հատկապես հարևանների հետ հարաբերությունում։ Դե տեսեք, նույնիսկ միջև այդ բոլոր զարգացումները ֆունդամենտալ խնդիրը այն էր, որ Ռուսաստանը մինչ այդ իր պարտավորությունները չկատարի։ Եթե Ռուսաստանը չէր կարողանում 2022-ի սեպտեմբերին դրան նախորդած եւ հաջորդած շրջանում զսպել Ադրբեջանին, որովհետև ուկրաինական պատերազմի պատճառով կախվածությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից մեծացել էր, որովհետև Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը հիմա ավելի մեծ է, քան Հայաստանի ռազմավարական նշանակությունը, դժվար է ակնկալել, եթե բանը հասնի պատերազմական գործողությունների, օրինակ Թուրքիան որոշում կայացնի ներխուժել Հայաստան, Ռուսաստանը կկարողանա դա ինչ-որ կերպ զսպել։ Ավանդաբար ռազմաբազան, ինչպես նաեւ սահմանապահները Թուրքիայի հետ սահմանին տեղակայված դիտարկում են ավելի շատ որպես քաղաքական գործոն, այսինքն քաղաքական զսպման գործոն։ Ռուսական դրոշը կա, ուրեմն թուրքական կողմը չի գնալու այդ քայլին, բայց Ռուսաստանի ազդեցության նվազեցմամբ, հնարավորությունների նվազեցմամբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով առնվազն այս փուլում մենք տեսնում ենք, որ ռուսական դրոշը, ռուսական քաղաքական գործոնը այդ գործառույթը չի կատարում։ Իսկ հարաբերությունների կարգավորման պարագայում բնականաբար կախվածությունը Ռուսաստանից ավելի կնվազի ոչ միայն անվտանգային հարցերում, այլ նաև տնտեսական հարցերում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Տիգրան Գրիգորյանին։